մեր ցավակցությունները բարեկամ Իրանի ժողովրդին։ Ճիշտ է, դուք անդրադարձաք պարոն Ծառուկյանի գործին, բայց կցանկանամ երկու հարց ունեմ, այս թեմայով։ Տեսեք, Գագիկ Ծառուկյանը էական տարիներ շարունակ էական ներդրում է ունեցել հայ-իրանական բարեկամական եւ տնտեսական հարաբերությունների զարգացման գործում եւ մշտապես հանդես է եկել Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների ամրապնդման ու խորացման օգտին։ Այսօր Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական հետապնդումն իրականացնում է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու հետ կապված մեղադրանքի միջոցով։ Տեղյակ եք այս գործի մանրամասներին եւ կա արդյոք որևէ բան, որ կուզեք փոխանցել դրա առնչությամբ հաշվի առնելով թե Գագիկ Ծառուկյանի անձը, թե Իրանի Իսլամական քաղաքացու գործոնը եւ երկրորդ հարց, ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության Իրանի քաղաքացիները պարոն Ծառուկյանի հետ տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում ապրանք են ներմուծել, որոնք ըստ հաղորդագրության հափշտակվել են խարդախության միջոցով։ Արդյոք պարոն դեսպանը գտնում է, որ իրանական այս ընկերությունների Իրանի քաղաքացիների հետ իրականացած տնտեսական գործունեության արդյունքում պարոն Ծառուկյանը թույլ է տվել նման արարքներ այն պարագայում, երբ հայկական կողմը պնդում է, որ հենց Իրանի քաղաքացիներն են խաբեության եղանակով պարոն Ծառուկյանի միջոցները յուրացրել։ Այս երկու հարցը կխնդրեմ։ آرتور هاکوپیان هستن از شبکه کنترل. ایشون هم به نوبه خودشون تسلیت میگن به مردم دوست ایران و دو تا سوال داشتن در خصوص پرونده آقای زاروکیان. میفرمایند که خب همونجور که مستحضرین آقای زاروکیان نقش بسیار بزرگی در مراودات اقتصادی و تجاری دو کشور داشته و همیشه طرفدار توسعه روابط بوده. امروز خب بر اساس شکایتی که از شهروندهای جمهوری اسلامی ایران صورت گرفته ایشون تحت پیگرد قرار گرفتن و با توجه به اینکه کمیته بازپرسی جمهوری ارمنستان اعلام کرده که شهروندان ایرانی در چارچوب این پرونده اجناسی رو وارد جمهوری ارمنستان کردن که توسط تیم آقای زاروکیان ربوده شده، میخواستم ببینم که آیا شما معتقد هستید که آقای زاروکیان میتونه همچین کاری کرده باشه و کلا در خصوص این پرونده نظر شما در مورد این موضوع به چه صورت است؟ تشکر. حالا من به سرکار خانم جواب دادم دیگه، در مورد این موضوع جواب دادم. سرکار خانم که سوال پرسیدن. Պարոն Տեսպանն ասում է, այս հարցի վերաբերյալ իմ կարծիքը եւ իմ տեսակետը արդեն ներկայացրեցի ձեր մյուս գործընկերոջ հղած հարցի պատասխանում։ گفتم که موضوع اختلاف تجاری هست که دو طرف بعد از اینکه در یه برنامه خیلی خوب مشارکت کردند و مورد حمایت دولت ایران هم بود، مورد حمایت سفارت هم بود این پروژه، متاسفانه این پروژه در ادامه با شکست مواجه شد. Ինչպես արդեն նշեցի, կողմերի մեջ հայտ են եկել որոշակի տնտեսական եւ առևտրային տարաձայնություններ այն պրոյեկտից, որոնք նրանք նախաձեռնել են միահամուռ ջանքերով եւ այս ոլորտը մշտապես օգտվել է թե Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության եւ թե Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան աջակցությունից։ Ցավոք սրտի, սակայն այդ պրոյեկտը հաջողության չի հասել եւ կարող ենք ասել, որ տապալվել է։ و خب جنس اختلاف تجاری هستش که هم در مورد این بحث هم در مورد یکی دو تا همکاری دیگه طرفین با هم برخورد کردن. Եվ ինչպես մենք գիտենք, այս հարցի բուն վեճի տարաձայնության գլխավոր թեման հենց տնտեսական եւ առևտրային բիզնես ոլորտի է եւ նաեւ այլ համագործակցություններ, որոնցում կողմերը չկարողացան արդյունքի հասնել եւ ունեն տարաձայնություններ։ شخصا اعتقاد داشتم و دارم که کار از طریق میانجیگری و تلاش برای سازش میان طرفین به نظرم قابل حل و فصل بوده. Ես ինքս անձամբ կարծում եմ, որ որոշակի միջնորդությամբ արդյունքում մենք կարող ենք ի վերջո հասնել կողմերի միջև համաձայնության եւ կողմերի միջև, այսպես ասած, նմանօրինակ խնդիրների վերացման արդյունքին։ چون اصلا این که گفتم تو فضای عمومی مطرح بشه که اتباع ایران و ارمنستان سر این مسائل با هم درگیرن، این واقعا مطلوب نیست. Քանի որ ինչպես արդեն նշեցի, ընդհանրապես ցանկալի չէ, որ հանրային կարծիքի շրջանակներում քննարկումներ ընթանան այն կոնտեքստով, որ Հայաստանի քաղաքացիները եւ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները նմանօրինակ տարաձայնություններ ունեն եւ նմանօրինակ վեճ է առաջացել նրանց միջեւ։
من دیگه ورود نمی کنم چون جزئیات خیلی مسئله داره. به هر حال ما بنده هم پیگیری کردم به عنوان اینکه تبعه خودمون رو حمایت بکنم، تلاش کردم برای صحبت، برای میانجیگری، برای حل و فصل موضوع از طریق دوستانه. به هر حال دو طرف علیه هم رفتن شکایت کردند و کار درگیر پروسه قضایی شد. Ամեն դեպքում պետք է հաշվի առնել, որ երկու կողմերն էլ միմյանց նկատմամբ ունեցան հստակ բողոքներ եւ այդ բողոքները ներկա հասան արդեն դատական գործընթացի եւ դատական փուլի։ Ես ինքս փորձել եմ նաեւ իհարկե հետամուտ լինելով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների շահերին, փորձել եմ կապի մեջ մնալ երկու կողմերի հետ էլ։ Այս պահին ունենք այն, որ գործընթացը արդեն թևակողել է դատական եւ իրավական փուլ։ عادلانه و منصفانه کار دنبال میشه. Առանձին մանրամասներին եւ դետալներին չեմ ցանկանում անդրադառնալ, որովհետեւ դրանք ունեն իրենց առանձնահատկությունները։ Ամեն դեպքում այս պահին, քանի որ գործընթացը արդեն մտել է դատական եւ իրավական փուլ, հուսով ենք, որ արդար կերպով կքննվի եւ որոշում կկայացվի այս գործով։ ولی ما همچنان به عنوان سفارت آمادگی داریم که مسیر میانجیگری و صلح و سازش رو دنبال کنیم. Մենք մեր կողմից որպես դեսպանատուն պատրաստ ենք միջնորդության եւ երկու կողմերի միջև կապի հաստատման, ինչպես նաեւ խաղաղ ճանապարհով որևէ հարցի լուծման հասնելու համար մեր կողմից մեր ջանքերը ներդնենք։